Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունել է Ղազախստանի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Կայացել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Աստանա։ Խորհրդարանը քննարկել է մի շարք կառույցների 2024 թվականի գործունեության մասին հաղորդումները։ Կբարելավվի Հայաստանի ռազմաարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը։ Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նիստում։ Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգ, դրանք զարգացնելու փոխադարձ հետաքրքրություն, տնտեսական ու մի շարք այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու պատրաստակամություն։ Վերենշվածներին հավատարիմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին ևս գործադրում է բոլոր ջանքերը։ Շուրջ մեկ տարի առաջ մեր երկրում էր Ղազախստանի նախագահը Ալեն Սիմոնյան-Կասիմ Ժոմարտ Տոկաև հանդիպմանը կարևորվեց խորհրդարանների միջև ակտիվ փոխգործակցությունը։ Ղազախստանի խորհրդարանի Մաժլիսի նախագահ Երլան Կոշանովի հրավերով մայիսի 12-ին Աստանա մեկնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյայի այցը Ղազախստան լուսաբանվեց տեղի պետական ու այլ հեռուստաընկերություններով։ Մանրամասն ներկայացվեցին հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ Հայաստանը Հարավային Կովկասում որակվեց հուսալի գործընկեր։ Ալեն Սիմոնյան Մեջլիս դուրակացմին դեկիզեստը Երլան Կոշանով։ Հանդիպումների շարքը մեկնարկում է Մաժլիսից ջերմ ընդունելություն, փոխադարձ ողջույններ, երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում։ Մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ, ընդգծեց Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանն առաջարկեց դիտարկել երկու խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը։ Խոսելով տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց ղազախական կողմին մեր երկրի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախագծին աջակցելու համար։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց նաև Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին։ Նշենք, որ Ազգային ժողովի նախագահը Երլան Կոշանովին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուղեկցությամբ շրջեց Ղազախստանի խորհրդարանի շենքում։ Պաշտոնական այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ էր։ Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին։ Ազգային ժողովի նախագահը ողջունեց ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաև աջակցությունն ուղղված երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը։ Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ։ Նախագահական նստավայրից Ղազախստանի խորհրդարանի սենատ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունում է նախագահ Մաուլեն Աշիմբաևը։ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում, արձանագրեց մեր երկրի խորհրդանի ղեկավարը։ Քննարկումների առանցքում են տարածաշրջանային զարգացումները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը գործընկերոջը ներկայացրեց կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծն ու այդ համատեքստում կարևորեց տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Հանդիպմանն ընդգծվեց նաև երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը ուղիղ կանոնավոր չվերթների հաստատմամբ։ Առանձնահատուկ ընդգծվեց Ղազախստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ։ Խորհրդարանների ղեկավարները դիտարկեցին նաև թվայնացման ու տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Մաուլեն Աշիմբաևն անդրադարձավ 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին, ողջունեց այդ փաստն ու ընդգծեց, որ Ղազախստանը ևս մասնակցելու է այդ կարևոր իրադարձությանը։ Պաշտոնական հանդիպումներից հետո Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղավ Ղազախստանի ազգային թանգարանում, ապա միջդավանական եւ միջկրոնական երկխոսության միջազգային կենտրոնում ու ծանոթացավ գործնեությանը։ Աստանա տեխնոլոգիական կենտրոնում էլ Ազգային ժողովի նախագահին ներկայացվեցին այդ հարթակում մշակվող նորարարական լուծումները։
Մինչ Հայաստան վերադառնալը Ալեն Սիմոնյանն այցելեց քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի Ալժիր հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց 1930-ից 50 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին։ Նշենք, որ ըստ թանգարանի տվյալների բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք։ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ խոնարհեց նաև հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին ու իր գրառումը թողեց թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Տեղեկացնենք, որ մայիսի 16-ին ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երևան։ Օրենսդրական նախագծերին զուգահեռ падգամավորներին ներկայացվեցին դատաիրավական համակարգում եւ կոռուպցիայի դեմ պայքարում 2024-ին իրականացված աշխատանքները։ Ուղղությունները հետևյալն են. պետական շահերի պաշտպանություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով կատարված աշխատանքներ, պետությանը եւ համայնքներին վերադարձված գույքեր ու դրամական միջոցներ, կոռուպցիայի դեմ պայքար, քրեական վարույթի նախաձեռնումից մինչև դատարանում մեղադրանքի պաշտպանություն, պատիժների եւ հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ հսկողություն ու զինվորական ծառայության եւ պաշտպանության ոլորտներում հանցագործությունների կանխում։ Դահլիճում են համապատասխան կառույցների ղեկավարները հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներն առաջինը ներկայացրեց գլխավոր դատախազը։ 2024 թվականին նախաքննության մարմինների կողմից ավարտվել է 38058 քրեական վարույթ, որից 11801-ը 13170 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, նշեց Աննա Վարդապետյանը։ 2024 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 42.1%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, 21.5%-ը մինչև 4 ամիս ժամկետում, 15%-ը մինչև 6 ամիս ժամկետում, 11.9%-ը մինչև 1 տարի ժամկետում և 9.5%-ը 1 տարուց ավելի ժամկետում։ 2024-ին ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված շուրջ 42 միլիարդ դրամի վնաս։ 2024 թվականին դատարաններում քննվել եւ ավարտվել է 9830 քրեական գործ 10691 անձի վերաբերյալ։ Դատարաններում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասը կազմել է 6 միլիարդ 875 միլիոն 164 հազար դրամ։ Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 210 միլիոն 481 հազար դրամ։ Անդրադառնալով պետությանը եւ համայնքների վերադարձված գույքերին ու դրամական միջոցներին Աննա Վարդապետյանը փաստեց, որ 18-ից 24 թվականների ընթացքում պետությանն ու համայնքներին են վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց։ Իմ ընկալմամբ, երբ որ պետությանն է վերադարձվում ինչ որ այս կամ այն գույքը միլիարդավոր արժեքների կամ թեկուզ, չգիտեմ, $10,000-անոց գույք էլ երբ որ այդ միլիարդավորների հետ մեկտեղ վերադարձվում է, ես կարծում եմ դա պետք է վիզուալ ցույց տալ հանրությանը։ Մեր գործառույթների շրջանակում մենք ըստ էության ավարտում ենք մեր առաքելությունը, երբ գույքը ամրացվում է պետական գույքի կառավարման կոմիտեին։ Օրինակ, մի 10 օր առաջ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Դիլիջանի մանկապարտեզի մի ամբողջական մասնաշենք վերադարձվեց համայնքին։ Իմ խորին համոզմամբ դա կդառնա տեսանելի համայնքի համար այն դեպքում, երբ որ մանկապարտեզը ռեալ սկսի գործել։ Գլխավոր դատախազից հետո ամբիոնին մոտեցավ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները ներկայացրեց մանրամասնելով թվային պատկերը։ 2024-ին կոմիտեում ընդունվել է 69415 հաղորդում, որից 58085-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննվել է 200132 քրեական վարույթ։ 140,001-ը փոխանցվել է 2023 թվականից, կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել է 58609 քրեական վարույթ, 2023 թվականին այդ թիվը եղել է 54190-ը։ Նախորդ տարի կոմիտեի քննիչներն աշխատել են ծանրաբեռնված գրաֆիկով, մեկ քննիչը միջինում քննել է 319 քրեական վարույթ։ Կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև հանցագործությամբ պատճառված գույքային վնասներին ու փաստեց, որ 2024-ին նախաքննությունն ավարտած քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 42 միլիարդ 586 միլիոն 403 հազար դրամի գույքային վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 12 միլիարդ 431 միլիոն 404 հազար դրամը։ Արգելանք է դրվել 2 միլիարդ 383 միլիոն 456 հազար դրամ արժողությամբ գույքի վրա։ Պետությանը պատճառված 21 միլիարդ 460 միլիոն 636 հազար հայ դրամ գույքային վնասից վերականգնվել է 10 միլիարդ
863 միլիոն 821 հազար ՀՀ դրամը կամ 50.6%-ը արգելանք է դրվել 1 միլիարդ 381 միլիոն 83 հազար ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա։ Հանցագործության պետությանը պատճառված վնասների համատեքստում հարցադրումները շարունակվեցին, որոնց զուգահեռ խորհրդարանականները մտահոգություն հայտնեցին նաև հասարակական հնչեղության գործերի դեռևս չբացահայտված լինելու առնչությամբ։ Մատնանշվեց հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ի դեպքերը եւ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցածը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը մի խումբ գազաններ հարձակվեցին ու ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարեցին։ Ու չսպանեցին միայն նրա համար, որ մտածեցին արդեն իսկ սպանել են։ Հիմա այդ դեպքից անցել է շուրջ 4.5 տարի, սակայն ինձ համար օրինակ անհասկանալի է ոնց կարող է ուղիղ եթերում իդենտիֆիկացված մարդիկ կատարեն նման հանցագործություն ու 4.5 տարի գործը բացահայտված չկարողանանք համարել։ Ուզում եմ այնպես պատասխանեմ ձեր հարցին, որպեսզի նախաքննության բնականոն ընթացքին չխոչընդոտեն, ներկայումս հենց հիմա նաև այդ գործով քննչական ստորաբաժանումը կատարում է պլանավորում է անհետաձգելի քննչական գործողություններ եւ շուտով արդյունքներ կունենանք, որովհետեւ ի պատիվ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ անձանց չպարզաբանված անձանց արդեն նույնականացրել ենք։ Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակում 2024-ին քննչական կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1256 քրեական վարույթ, որից 696-ը փոխանցվել էր 2023 թվականից։ Տարեկան գործնեության մանրամասները հաջորդիվ պատգամավորներին ներկայացրեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը Արթուր Նահապետյանն անդրադարձավ իր ղեկավարած կառույցի քննչական գործողություններին ու փաստեց, որ 24-ին կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել են 849։ Պաշտոնյանն նշեց, որ էական աշխատանք է կատարվել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով արդյունավետ նախաքննություն իրականացնելու իրավակարգի օրինականության ամրապնդման ուղղությամբ։ Ձեր զեկույցում ես որևէ կերպ չհանդիպեցի որևէ դեպքի, թե գրավոր, թե բանավոր ներկայացրած, որը կգնահատվեր որպես քաղաքական կոռուպցիա։ Եթե սխալվում եմ, կխնդրեի ուղղեք։ Նշեմ, որ քաղաքական կոռուպցիա հասկացություն հակակոռուպցիոն կոմիտեի համար չկա։ Կա կոռուպցիոն հանցանքներ, որոնք նախատեսված են քրեական օրենսգրքում։ Նահապետյանը որպես համեմատական ներկայացրեց վերջին 2 տարիների արդյունքները։ 2023-ի համեմատ 24-ին քննված վարույթների թիվն աճել է 25.5%-ով, ավարտված վարույթների թիվը 58.4%-ով։ Խոսելով դատարան ուղարկված վարույթների բնույթի վերաբերյալ կոմիտեի նախագահը մատնանշում է ուղղությունները։ Ընտրությունների հետ կապված հանցագործություններ 1 վարույթ 1 անձի վերաբերյալ, հափշտակություններ 25 վարույթ 47 անձի վերաբերյալ, տնտեսական հանցագործություններ 1 վարույթ 2 անձի վերաբերյալ, հանրային ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործություններ 121 վարույթ 290 անձի վերաբերյալ, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ 1 վարույթ 5 անձի վերաբերյալ եւ այլ հանցագործություններ 11 վարույթ 28 անձի վերաբերյալ։ Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով էլ դատի է տրվել 175 հանրային ծառայող, որոնց թվում են նաև տարբեր բնակավարներում պաշտոններ զբաղեցնող անձինք։ Այս հատվածում պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց պաշտոնազուրկ անձանցով, որոնք օգտագործում են որոշակի կապեր կոռուպցիոն հանցանքներ իրագործելու համար։ Ինձ հետաքրքիր է արդյոք հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության տակ են նաև այն մարդիկ, ովքեր այլևս չեն պաշտոնավարում, եւ ել ավելի եթե ասեմ, այդ մարդիկ նաև փորձում են իրանց նախկին գործընկերների միջոցով ազդեցություն ունենալ ոլորտային որոշումների կայացման վրա։ Քննվում են արդյոք այսպիսի գործերը։ Այո, այդպիսի բազմաթիվ գործեր ունենք, երբ որ որոշակի պաշտոնի նշանակված անձը ազատվում է պաշտոնից եւ հետագայում զբաղվում է հանցավոր գործունեությամբ, նաեւ օգտագործելով իր նախկին ունեցած գործընկերային կապերը, հնարավորությունները, եթե հաստատվում է մեր ունեցած տեղեկությունները, ապա այդ դեպքով պարտադիր ներկայացում է հաղորդում եւ իրականացում է նախաքննություն, իսկ նախաքննության ընթացքում վեր են հանվում նաեւ նախկինում պաշտոնավարած անձի ունեցած գույքերը, նրա պատկանող
բիզնես գործունեությունը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաև այդ տեղեկությունները փոխանցվում են ապօրինի գույքի բնականացման վարչություն, որպեսզի բարձենք այդ գույքի հանցավոր ծագումը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրեց նաև 2024-ին ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը։ Ընդհանուր չափը կազմել է 4 միլիարդ 468 միլիոն 232 հազար 720 դրամ, որից պետությանը պատճառված վնաս 3 միլիարդ 802 միլիոն 132 հազար 612 դրամ։ Նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով վերականգնվել է 477 միլիոն 556 հազար 413 դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում միջինում աշխատել է 51 քննիչ։ Խորհրդարանում քննարկվեց նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ 2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխումն ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր։ Ռեֆորմից մոտ 3 տարի անց էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհի մրցակցության փոխարինման արդյունքում ազատականացված հատվածում ձեռք բերվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինն էականորեն ավելացել է։ Այս նախադասություններով սկսեց տարեկան հաղորդման մասին զեկույցը կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը, նշելով, որ հանձնաժողովի կարգավորման ոլորտը բավականաչափ ընդգրկուն է ու բազմավեկտոր։ Եթե մեկնարկի առաջին տարվա 2022 թվականի արդյունքներով շուկայի ազատականացված հատվածի սպառումը կազմում էր ներքին սպառման շուրջ 5.3%, 23 թվականի արդյունքներով այն կազմել է 20.1%, ապա 24 թվականի արդյունքներով արդեն իսկ կազմել է 27.8%, իսկ 25 թվականի կանխատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 36%-ի։ Ըստ Մեսրոպ Մեսրոպյանի, հանձնաժողովի կողմից լիցենզավորված 20 մատակարար կազմակերպություններից 2024 թվականին շուկայում գրանցվել եւ ակտիվ գործունեություն են ծավալել 6 մատակարար ընկերություններ, որոնց կողմից մրցակցային սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի քանակը կազմել է 1 միլիարդ 54 միլիոն կիլովատ-ժամ։ Շուկայի ազատականացումը ըստ հանձնաժողովի նախագահի կողմնորոշիչ ազդակ է ոլորտում նաև օտարերկրյա ներդրումների խթանման ու ներգրավման համար։ Պետության կողմից տրամադրվող երաշխիքներից հրաժարվելու եւ ամբողջությամբ մրցակցային տիրույթում գործելու պայմանով 2024 թվականի արդյունքներով հանձնաժողովի կողմից լիցենզավորվել են 20 արևային կայաններ ընդհանուր 120 մեգավատ գումարային հզորությամբ, որոնց ներդրումն էլեկտրաէներգետիկական համակարգում կազմելու է շուրջ 28 միլիարդ դրամ։ Հաշվի առնելով գազամատակարարման, էլեկտրաէներգիայի եւ ջրի համակարգերում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջները եւ ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնները, հանձնաժողովը 2024 թվականին իրականացրել է նշված համակարգերի օպերատորների բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի փոխադրման եւ բաշխման ծառայությունների սակագների վերանայում։ Միևնույն ժամանակ, սակայն սպառողներին վաճառվող բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակագների փոփոխության անհրաժեշտություն 2025 թվականի համար չի առաջացել եւ դրանք մնացել են անփոփոխ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնեց բազմաթիվ քաղաքացիների բողոքները, որոնք վերաբերում են տվյալ համակարգում ծառայություններ մատուցողներին։ Падգամավորը նաև նկատեց, Եղեգիս համայնքի բնակիչները բողոքում են, խմելու ջրի ծավալ կա, սակայն լցվում է գետը։ Ջրային ծավալների հետ իսկապես հանրապետությունում խնդիր կա, որովհետև արդեն վերջին տարիներին ջրաղբյուրների բնական նվազեցում են նկատվում եւ այդ իսկ պատճառով ծագում են այդ խնդիրները, դրան էլ գումարած ունենք Երևանում եւ հարակից տարածքներում ակտիվ կառուցվող շրջաններ, որտեղի համար բնակեցման ենթակա տարածքներ կառուցապատվում են եւ եղած այդ նոր կառույցների համար նոր ջրագծեր կառուցել, նոր ջրաղբյուրներ հավաքել է իսկապես ունի նոր լուծումների պահանջ, ինչի հետևից Վիոլան գնում է եւ փորձում ենք այդ լուծումները գտնել։ Արսեն Թորոսյանն էլ խնդրեց հնարավորինս արագ լուծում տալ որոշ ճանապարհահատվածներում բջջային կապի խափանման խնդրին, հաջորդիվ падգամավորն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի պարբերական բնույթ կրող անջատումներին։ Կարող է ճանապարհին Երևանից Սիսիան ճանապարհահատվածի վրա լինեն հատվածներ, որ բաժանորդներից մեկը անհասանելի դառնա։ Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, օպերատորների հետ ունենք նման քննարկում, որպեսզի կարողանան գալ համաձայնության, մեկը մյուսի սարքավորումներից օգտվելու հնարավորություն տա, որ սովորական բաժանորդները նման խնդրի առաջ չկանգնեն։ Հայաստանի էլեկտրական ցանցերը որևէ անջատում, պլանային անջատում իրավունք չունի առանց նախապես
բաժանորդների զգուշացնելու իրականացնել։ Եթե ունենք այդպիսի փաստեր, դրանք ենթակա են հանձնաժողովի կողմից ուսումնասիրության եւ համապատասխան տուժեր կիրառելու տվյալ ընկերության նկատմամբ։ Խողովակը ջրատար հասցնելու, մալուխները հասցնելու գումարը էականորեն բարձրացել է վերջին տարիների ընթացքում։ Ինձ շատ հետաքրքիր է, արդյոք դուք մոնիտորինգ անում եք եւ արդյոք կարող եք փաստել կամ մեր հասարակությունը իմանա, որ եթե ծառայությունների գները այդ աստիճան բարձրացել են, հետեւաբար դրան համարժեք կամ գոնե այդ գումարին մոտ բարձրացել է նաև ծառայությունների մատուցման որակը, որովհետև ըստ էության ակնհայտ որակական փոփոխություններ կարծես թե չկան կամ նկատելի չեն։ Այս հարցով մոնիտորինգ արվում է, թե ոչ։ Մոնիտորինգ իհարկե արվում է, գների բարձրացումը, գիտեք, թերևս կարող ենք բան անել, մի քիչ հարաբերական է այն իմաստով, որ այն գները, որ տարիներ առաջ գործել են, դրանք չեն արտացոլել իրական գները։ Եվ իհարկե դա դժվար է եւ ցավոտ է հասարակ քաղաքացու համար ընդունել այդ փաստը, բայց այսօր այդ գները հիմնականում պայմանավորված են այդ շուկայական վիճակի թելադրանքով։ Տարեկան գործնեայության համատեքստում կատարված աշխատանքները խորհրդարանին ներկայացրեց նաև Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվետու ժամանակահատվածի փաստաթուղթը 2 բլոկից է։ Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության եւ պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024-ի տարեկան զեկույցը։ Փաստաթղթերը ներառում են գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերող տարբեր խնդիրներ։ Անահիտ Մանասյանը խոսեց նաև իր ղեկավարած գրասենյակի կողմից տարբեր հարցերի շուրջ արված առաջարկների կատարման ընթացքից։ Ըստ էության նախորդ տարի ամբողջությամբ կատարված կարելի է համարել մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմ իրականացրած հիմնական առաջարկներից 12%-ը, չի կատարվել 40%-ը եւ մասնակի կատարված է դիտարկվում 48%-ը։ Օմբուդսմենի դիտարկմամբ 2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620։ Հաշվետու ժամանակահատվածում ավանդաբար արձանագրվող խնդիրների կողքին տեղ են գտել նաև սոցիալ-տնտեսական ոլորտի հարցեր։ Ավանդաբար ներկայացվող ոստիկանության բռնությունների, ընդհանուր սոցիալ-տնտեսական խնդիրների, իրավահավասարության եւ այլ խնդիրների համատեքստում ներկայացրել են օրինակ առերևույթ ոչ իրավաչափ եղանակով իրականացվող քանդման աշխատանքների հետ կապված հարցեր, պատժից ազատվող եւ բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձավճարի հատուցում չտրամադրելու եւ մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցեր, հանրային աղմուկին վերաբերելի հարցեր։ Փաստաթղթում անդրադարձ է կատարված իրավահավասարությանն ու հակախտրականությանը։ Այս համատեքստում ավելացվել է տարեցների իրավունքներին վերաբերող նոր խումբ։ Մանասյանը փաստում է, որ վերոնշյալ խումբն ունի հատուկ պաշտպանության կարիք։ Առանցքում են նաև երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերին վերաբերող հարցերը։ Հարց ու պատասխանի շրջանակում օմբուդսմենը խոսեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խնդիրների շուրջ, ընդգծելով դրանց լուծման նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ համագործակցության պատրաստակամությունը եւ կարեւորությունը։ Տեղեկացնենք, որ ներկայացված հաղորդումները խորհրդարանն ընդունեց ի գիտություն։ Ազգային ժողովը քննարկեց նաև մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Այդ պաշտոնում Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջադրել էր Աննա Պետրոսյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 падգամավորից քվեարկությանը մասնակցեց 60-ը։ Արդյունքում 60 կողմ ձայնով Աննա Պետրոսյանն ընտրվեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Երևան ժամանած Հունգարիայի ազգային ժողովի ազգային փոքրամասնությունները ներկայացնող падգամավորներին հյուրընկալել է ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ Խորհրդարանի փոխնախագահը կարևորել է Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը։ Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը, Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան եւս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երևանում։ Ազգային ժողովի փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները, մանրամասնել կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագծի էությունը։ Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, կարևորվել է Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ եւ անվտանգ վերադարձը։
Հյուրերը հանդիպել են նաև ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, եզդիական համայնքը ներկայացնող падգամավոր Ռուստամ Բաքոյանի եւ ռուսական համայնքը ներկայացնող Ալեքսանդր Սանդիկովի հետ։ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարևոր նպատակ է մեր երկրի քաղաքական օրակարգում։ Պատգամավորը խոսել է Հայաստանի եւ Հունգարիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունից, բարձր գնահատել երկու խորհրդաներում բարեկամական խմբերի ստեղծումը, ինչը կնպաստի ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։ Հանդիպումների ընթացքում հյուրերը խոսել են Հունգարիայի խորհրդանում իրենց ծավալած գործունեության մասին, կարևորել երկկողմ գործակցությունը։ Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կառավարության կողմից նախանշված բարեփոխումների ուղղությամբ կատարվող աշխատանքները քննարկել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ու շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները։ Մերի Գալստյանի դիտարկմամբ քննարկումների նպատակն է պահպանել հաղորդակցությունն ընթացիկ աշխատանքներում, աջակցել կարիքների գնահատման գործընթացին, ինչպես նաև համագործակցել ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ։ Նշվել է, որ 2024 թվականին համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված ծրագրերի ու գործողությունների գրեթե կեսից ավելին կատարվել է։ Կարևորվել է թափոնների մասին օրենքում փոփոխությունների եւ քիմիական նյութերի մասին օրենքների նախագծերի մշակումն ու ընդունումը, որոնք քննարկումների փուլում են։ Մշակվել է նաև կլիմայի մասին օրենքի նախագիծ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների նախաձեռնությամբ այս շաբաթ ազգային ժողովը հրավիրեց արտահերթ նիստ։ Օրակարգում ռազմաարդյունաբերական համալիրի մասին օրենքում առաջարկվող լրացումներ, որը հեղինակել էին նույն խմբակցության падգամավորներ Տրթատ Սարգսյանն ու Արմեն Խաչատրյանը։ Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել կառավարության համար իր սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ սուբյեկտներին օտարելու նպատակով, քանի որ մեր երկրում կան ռազմաարդյունաբերական համալիր արտադրողներ, որոնք կարիք ունեն որոշակի զենք զինամթերքի ստացման։ Այս կարգավորումը ոչ միայն անհրաժեշտ է ռազմաարդյունաբերության սահուն զարգացման համար, այլև կարող է խթանել գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական գործունեությունը, նպաստել տեղական ինովացիաների զարգացմանը եւ միաժամանակ ստեղծել վերահսկելի մեխանիզմներ պետության կողմից սեփական ռեսուրսների գործառնական օգտագործման համար։ Ակնկալում ենք հետեւյալ հիմնական արդյունքները. տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմաարդյունաբերության ոլորտում, պաշտպանական անկախության աստիճանական խորացում։ Օրենսդրական նախաձեռնությանը կողմ է նաև կառավարությունը։ Մենք ընդունեցինք գործընկերների առաջարկը արդեն օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու, որպեսզի մենք համապատասխան լիազորող նորմ ունենանք սահմանված օրենսդրության մեջ, որը հնարավորություն կտա կառավարությանը արդեն շատ արագ 1-2 շաբաթվա ընթացքում օրենքը ընդունվելուց հետո համապատասխան ռազմամթերքը, զենքերը եւ լրամասերն ու բաղադրիչները, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմաարդյունաբերական ընկերություններին։ Նախագծի քննարկման շրջանակում արտահերթ ելույթ ունեցավ նաև ազգային ժողովի նախագահի տեղակալը Հակոբ Արշակյանը նկատեց, որ վերջին տարիներին ռազմաարդյունաբերական համալիրը սրընթաց զարգանում է եւ պաշտպանության կարիքների համար միլիարդավոր դրամներ են ծախսվում ներքին արտադրողներից ձեռքբերումների համար։ Խորհրդարանի փոխնախագահը առաջարկեց հետագայում քննարկել նաև ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաների սահմանման հարցը։ Առաջարկում եմ, որպեսզի ներմուծում եւ ներքին արտադրություն համամասնությունների մեջ փորձենք օրենսդրական այնպիսի կարգավորումներ դնել, որպեսզի ներդրումների շարունակականությունը, ինչպես նաև զարգացման շարունակականությունը ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով, անկախ քաղաքական որոշումներից, անկախ տարբեր տեսակի փոփոխություններից։ Օրենքի նախագիծը խորհրդարանը քննարկեց 24-ժամյա ռեժիմով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կառավարությունն առաջարկեց կատարել որոշ խմբագրական փոփոխություններ, որոնք ընդունելի էին հեղինակների համար։ Լրամշակված նախաձեռնությունն ազգային ժողովն ընդունեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։